Տիկին Խամոյան, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները հեռակա իրար են տալիս, ինչը չեք կարողանում կիսել, մեղադրում եք միմյանց Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար։ Անուղղակի։ Շնորհակալ եմ հարցադրման համար, բայց նախքան ձեր բուն հարցին պատասխանելը, ես ուզում եմ մենք վերհիշենք, թե ինչից սկսվեց այս ամենը, ինչից սկսվեց պատմությունը։ Պատմությունը ըստ էության սկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսից հետո, որից հետո տարբեր կողմեր, այդ թվում երկրի ներսում, նաև երկրի սահմաններից դուրս, խոսքը մեր թշնամիների իհարկե մասին է, ամենատարբեր գնահատականներ սկսեցին հնչեցրել ասուլիսում հնչեցրած մտքերի հետ կապված եւ ինձ մոտ առնվազն տպավորություն է, որ ասուլիսից հետո կոնսենսուս մինուս 1 էր ձևավորվել եւ մինուս 1-ը Ռոբերտ Քոչարյանն էր։ Ռոբերտ Քոչարյանը խոսելով ընտրությունների մասին, ինչպես նաեւ փողոցային պայքարում ապագա պայքարներում ունենալիք դերի մասին, ասել է, որ եւ արտահերթ ընտրությունների դեպքում, եւ հերթական ընտրությունների դեպքում, եւ փողոցային պայքարի դեպքում զգալի մասնակցություն է ունենալու իր ղեկավարած ուժը, որից հետո եղան տարբեր գնահատականներ, հատկապես ընտրությունների մասով, ինձ համար անհասկանալի գնահատականներ, որովհետեւ երկրորդ նախագահը քաղաքական 3 սցենար մատնացույց արեց եւ շատ հստակ ընդգծեց, որ 3 սցենարի դեպքում էլ Հայաստան խմբակցությունը իր գլխավորած ուժը զգալի մասնակցություն է ունենալու եւ դրանից հետո եղան գնահատականներ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից, նորից եմ ասում, ինձ համար անհասկանալի, այդ գնահատականները չնայած մեր արձագանքի բացակայությանը, ինչպես դուք ասացիք երկրորդ նախագահի աջակիցների արձագանքի բացակայությանը, միևնույն է ստացան շարունակական բնույթ։ Այսինքն դրանք ըստ էության շարունակվում են եւ այս պայմաններում ես չեմ կարծում, որ որևէ մեկի համար տարօրինակ էր, անսպասելի էր կամ զարմանալի էր, որ արձագանք կլիներ նաեւ երկրորդ նախագահի կողմից այս դեպքում արդեն գրասենյակի ղեկավարի կողմից հարգելի գործընկերներ ժամանակագրությունը ես ձեզ արդեն ներկայացրեցի երկրորդ նախագահը տալիս է մամուլի ասուլիս անհանգիստ գնահատականներ են հնչում Աշոտյանը ավելի վաղ է գնում ասում են տարիներին երբ որ Սերժ Սարգսյանն էր իշխանության ես կպատասխանեմ այդ հարցին հարգելի Նարեկ ասուլիս է տալիս, ասուլիսից հետո անհանգիստ գնահատականներ են հնչում ՀԱԿ-ի կողմից, իրենք վիրավորվել էին, որ Քոչարյանը ասել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չնայած հարգալից հարաբերություններին, շեֆ ենթակա հարաբերություններ չեն եղել, ես այդտեղ էլ չհասկացա վիրավորվելու ինչ կար։ Հետո անհանգիստ գնահատականներ են հնչում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմնակիցների կողմից, դրան հաջորդում է այո, պարոն Արմեն Աշոտյանի արձագանքը, որը արդեն պաշտոնական արձագանք է, քանի որ պարոն Աշոտյանը ՀՀԿ փոխնախագահն է։ Դուք ասում եք, որ Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարիներին Քոչարյանը խփել է ոչ ֆիզիկապես, ելույթներով հայտարարությամբ։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը իր հարցազրույցի ժամանակ բացելով ըստ էության փակագծերը, որոնց մասին երկրորդ նախագահը իր թիմը չի խոսել 2018 թվականից հետո, որովհետև եղել է ջենտլմենային պայմանավորվածություն իրենց չխփելու, ժողովրդական լեզվով ասած, եւ այդ պայմանավորվածությունը պահվել է։ Այսինքն, այսպես չեն հնչել բազմաթիվ հարցադրումներ, օրինակ 2018 թվականին իշխանությունների գործողությունների կամ օրինակ անգործությունների մասով, բազմաթիվ հարցեր կապված 2008-2018 թվականների հետ կապված նախագահ Քոչարյանի դեմ իրականացված մեդիա արշավի մասին բացատրումներ չեն եղել, ես բոլոր հարցերին կպատասխանեմ ձեր 2008-2018 թվականին նախագահ Քոչարյանի դեմ իրականացված ահռելի մեդիա արշավի մասին հարցադրումներ չեն հնչել, այսինքն եղել է ջենտլմենային պայմանավորվածություն 18 թվականին, չհիշել անցյալը,
Չանդրադառնալ 18 թվականի իշխանափոխության շրջանակներում առաջացած մի շարք հարցադրումների, ընդունել իրականությունը, որ կա մի իշխանություն, որը Արցախը տանում է կործանման, Հայաստանը տանում է կործանման, չխփել իրար եւ համատեղ ըստ էության մեկ միասնական դաշտում պայքարել այս իշխանությունների դեմ որպես մեկ միասնական ընդդիմություն, բայց ոչ որպես մեկ թիմ։ Հիմա պարոն Աշոտյանը ի պատասխան են հարցադրումների, որ 2008-2018 թվականներին ամբողջ իշխանական քարոզչամեքենան աշխատել է երկրորդ նախագահի դեմ, պարոն Աշոտյանը ամենայն հարգանքով իր նկատմամբ ըստ էության տալիս է ինքնախոստովանական ցուցմունք եւ ասում է, որ դե որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հավակնություններ է ներկայացնում։ Գիտեք, ես երեք նայում եի, թե ոնց է դա դրսևորվել, չնայած նրան, որ այդ թվականներին նաեւ ակտիվ լրագրությամբ էի զբաղվում, ես տեսա, որ դա դրսևորվել է 5 հարցազրույցով։ Այսինքն 2008-2018 թվականներին 5 հատ հարցազրույց է տվել Ռոբերտ Քոչարյանը։ Իր անհանգստությունն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների, հայտնի արձանագրությունների հետ կապված, տնտեսության հետ կապված բազմաթիվ հարցադրումներ է հնչեցրել, սահմանադրական փոփոխությունների հետ կապված իր հստակ դեմ կարծիքն է արտահայտել եւ դա իշխանությունները, օրվա իշխանությունները համարել են որպես Քոչարյանի վերադարձի վտանգ եւ ամբողջ քարոզչամեքենայով, այդ թվում նաեւ փաստորեն Նիկոլ Փաշինյանով պայքարել են երկրորդ նախագահի դեմ։ Այսինքն միայն այն, որ իրանք վտանգ են զգացել, մտածել են, որ Քոչարյանը կարող է վերադառնա, դրանով արդարացրել են իրենց գործունեությունը, դրանով արդարացրել են այն հակաքարոզչությունը, որ իրականացվել է երկրորդ նախագահի դեմ 2008-2018 թվականներին, բայց սրա մասին մենք չենք խոսել առաջինը։ Ես նման հարցազրույց ձեզ երբևէ տվել եմ, կամ Հայաստան խմբակցության падգամավորներից որևէ մեկը հիշեցրել է, թե 2008-2018 թվականներին ինչ հակաքարոզչություն է իրականացվել, կամ ինձանից ես չնայած մեր ունեցած բազմաթիվ հարցադրումների, որևէ մեկը բազմաթիվ հարցեր, որոնք ես այսօր էլ օրինակ ունեմ, օրինակ 18 թվականի հետ կապված, օրինակ, ձեզանից շատերն են ունեցել այդ հարցադրումը, օրինակ ոչ, ես չեմ ուզում եւ չեմ կարող նման պնդումներ անել, որ 2018 թվականին բանտիկով իշխանությունը տվել են Նիկոլ Փաշինյանին, բայց ես ունեմ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ես եւ մեր հազարավոր քաղաքացիներ այդպես էլ չեն ստացել, բայց մենք նորից եմ ասում, այդ ներքին պայմանավորվածությունների շրջանակներում չեն բարձրացնել դրա մասին։ Հարգելի գործընկերներ, դուք հիշում եք ժամանակագրությունը 18 թվականի իրադարձություններին։ Նորից եմ ասում, ես չեմ ուզում պնդումներ անել, որ երրորդ նախագահը իշխանություն հանձնել է Նիկոլ Փաշինյանին, բայց ես կարող եմ իշխանությունների անգործության վերաբերյալ արտահայտել իմ մտահոգությունը։ Օրինակ ինչն էր անգործություն, չեն կրակել ցուցարարների վրա։ Որևէ ցուցարարի վրա կրակելու անհրաժեշտություն չկա, բայց ես տեսել եմ Նիկոլ Փաշինյան, որը օրինակ պաստառներ փակցնելու համար ցուցարարների պարզապես ձերբակալում է։ Եվ ես տեսել եմ իշխանություն, երբ որ ակնհայտորեն հատուկ պահպանվող տարածք մուտք է գործել անձնավորությունը եւս 10 հոգու հետ, Նիկոլ Փաշինյանի մուտքը ռադիոտան մասին է խոսքը, եւ դրան չի հետեւել որևէ իրավական ոչ, ես չեմ ասում, որ այդտեղ պետքա Նիկոլ Փաշինյանին կրակեին, սպանեին, հարգելի Նարեկ, բայց հատուկ պահպանվող տարածք է համարվում ռադիոտունը եւ դրան պետքա հետեւել իրավական գործընթաց։ Մենք դրա մասին չենք խոսել, մենք չենք խոսել, թե օրինակ ինչ սկզբունքով է երրորդ նախագահը որոշել, թե օրինակ հանրապետականներից ով պետքա կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին եւ ով պետքա դեմ քվեարկի։ Օրինակ քվեարկել այդ։ Ես ուզում եմ հիշեցնել, ես առաջարկում եմ կոռեկտ լինենք ձևակերպումներում, Նարեկ ջան։ Բայց փաստերը չեն կոռեկտ լինենք։ Այո, իրականում այո,
իրականում գիտեք, որ ոնց է եղել Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկությունը, դա եղել է պայմանավորված եւ ես գիտեք կապ չուներ, եթե խոսքը վերաբերում է դաշնակցական, շնորհակալ եմ դեպի հարցադրման համար։ Եթե խոսքը վերաբերում է դաշնակցական падգամավորներին, ես ուզում եմ հիշեցնել էլի իմ շատ սիրելի Էդվարդ Շարմազանովի խոսքերը, երբ որ պետք է արդեն կողմ քվեարկեին Նիկոլ Փաշինյանին, ասած այնքան ձայն որքան կպակասի մենք կլրացնենք։ Այսինքն, եթե դաշնակցությունը իր քանի հոգի է, չեմ հիշում, 8 հոգի, 7 հոգի է, եթե դաշնակցությունը իր 7-8 падգամավորով, Աղվան Վարդանյանով դեմ քվեարկեին, միևնույն է, հանրապետական խմբակցությունը հայտարարել էր, որ իրենք համապատասխան թվով ձայները միևնույն է լրացնելու են։ Դա չի հասարակում, Ես դաշնակցության գործողությունները շնորհակալ եմ այս հարցադրումների համար։ Ես դաշնակցության գործողությունները այդ օրվա չեմ կարող քննարկել։ Թող իրենք քննարկեն այդ գործողությունները։ Իրենք ներկայացնեն իրենց հիմնավորումները։ Ես ասում եմ, իշխող ուժը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին գլխավորած հանրապետական կուսակցություններ, որի ներկայացուցիչը հայտարարել է, որքան ձայն պակասի Նիկոլ Փաշինյանին, մենք այդ ձայները կլրացնենք։ Ես կներեք, դրսում հազարավոր քաղաքացի կար դրսի այդ բանը դրսում, տեսեք, ես ակնարկում եմ, որ օրինակ կարող էին լինել արտահերթ ընտրություններ, օրինակ ժողովրդի կամ ընտրություններով չէ արտահայտվում։ Կարող էին օրինակ, ես այդ ժամանակ լրագրող եմ, կներեք։ Այսինքն արտահերթ հանրապետականը լրացրել է տեղերը, պարզ է չէ, որ Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, հանրապետականները նրա հետ գործերներ չէին կիսում։ Դաշնակցության մարդիկ հարգելի գործընկերներ, ոչ, ես հակասություններ չեմ տեսնում, ես նորից եմ ասում, իմ հարցադրումները մի ընդունեք որպես մեղադրանքներ, ես ասում եմ, որ այս հարցերը կուտակված են, ձեզանից յուրաքանչյուրը վստահ եմ, այդ հարցը իրեն առնվազն մեկ անգամ տվել է և ցանկություն է ունեցել, կարծում եմ, ցանկություն է ունեցել նաև այս հարցադրումները տալու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նորից եմ ասում, ավարտեմ, Նարեկ ջան, նորից եմ ասում, ամենայն հարգանքով, մեր գործընկերների նկատմամբ, ամենայն հարգանքով, բայց ես վստահեցնում եմ, որ 18 թվականի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները մինչև այսօր չի տրվել, որովհետև կներեք Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներից քայլել են, շարժումներ են եղել, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են հանրապետության հրապարակում հավաքվել, ամենատարբեր բողոքի ակցիաներն են իրականացվել, բայց չգիտես իշխանափոխություն չի եղել։ Փաստորեն բանաձևը ո՞րն է եղել, որտեղ Նիկոլ Փաշինյանը 1-2-1-2-1-2 Գյումրիից 7 հոգով ռյուկզակը գցած եկան ու իշխանություն կարողացան։ Ռոբերտ Քոչարյանը ես ասում եմ, ինչքան մարդ կար, դուք ասում եք բազմաթիվ, ես ասում եմ, դրսում, այսինքն ճնշում չկար դրսից, դա դրսում այդ հանրապետության հրապարակից շատ ավելի բազմամարդ հանրահավաքներ ենք մենք ունեցել։ Դրսում մարդկանց քանակը կրիտիկական է դարձել, դրսում մարդկանց քանակը գնահատականները հետո էլի քո ռեպորտաժի մեջ խնդրում եմ, հա, ինձ մենակ հարցեր տուր, լավ։ Ես ասում եմ, որ ես հիմա հարցերի եմ, չէ՞ պատասխան, գնահատականները հետո։ Դուք ասում եք եղել է շատ դեպք եղել, ասում եմ մարտի 1-ին էր եկել այդպեսի շատ ժողովրդի վրա կրակեցին։ Շատ լավ։ Նիկոլ Փաշինյան 7 տարի իշխանությանը, որևէ մեկը ես ասում եմ շատ լավ, ասում եմ որևէ մեկը, որևէ անձնավորություն 7 տարվա ընթացքում 10 անձանց սպանություններից որևէ մեկի մասով բացահայտվել է եւ դատապարտվել է։ Հիմա ձեր հանրահավաքներին նորից եմ ասում, Սեթրակ եւ Լևոն Քոչարյաններն էին մասնակցում, ես չգիտեմ տեսեք, ես չգիտեմ Սեթրակ եւ Լևոն Քոչարյանները որ ես նախ չգիտեմ իրանք մասնակցել են հանրահավաքի թե չեն մասնակցել, ես գիտեի որ Ռոբերտ Քոչարյանի ազգականի անունն է շրջանառում, խոսքը Սեթրակի եւ Լևոնի մասին չի, բայց դուք ուզում եք ինձ համոզել, ներողություն եմ խնդրում, բայց դուք ուզում եք ինձ համոզել, որ
երկու մարդ ավել գնաց հանրապետության հրապարակ, դրա համար իշխանափոխություն եղավ։ Բայց նրան պատահականաբար չէ։ Այո, տեսեք, ձեր մատնացույց արած անձնավորությունը հարգելի Նարեկ։ Մարդը ազգական է եւ 10 տարի տեսնում է, որ թող ավարտեմ էլ ունենա։ Մարդը իր ազգականն է եւ 10 տարի շարունակ տեսնում է, թե ինչ ահռելի հակակարողություն է իրականացնել իր հարազատի նկատմամբ։ Մարդը կարա էմոցիոնալ պորտկումով օրինակ գնալ հանրապետության հրապարակ, բայց դուք ուզում եք ինձ համոզել, որ իշխանափոխություն է եղել, որովհետեւ Իրինա Քոչարյանը օրինակ գնացել է հանրապետության հրապարակ։ Հա գնացես դուք եք Սերժի Դագաղը կա թե չէ, Աննա Մկրտչյանն ասում է այդ Քոչարյանի շրջապատն ինչ գործուներ հրապարակում։ Գնացել էիք Դագաղներս դուք եք Սերժի Դագաղը կա թե չէ։ Հարգելի Նարեկ, ես Դագաղներից տեղյակ չեմ։ Այդ Դագաղները Նիկոլ Փաշինյանն է բերել, իր թիմակիցներն է բերել, այն Նիկոլ Փաշինյանը, որին Սերժ Սարգսյանը, Փեսա, Միքայել Մինասյանը տարիներ շարունակ ֆինանսավորել է, եւ դա գաղտնի չի։ Իմացել եք ու դատախազություն չէ։ Միքայել Մինասյանը ինքը իր պատիվ իրենի դեպ պետք է ասեմ, ինքն է հայտարարել, որ ինքը Նիկոլ Փաշինյանին ֆինանսավորել է։ Ես եմ ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանն է ֆինանսավորել, կներես Նարեկ ջան։ Ֆակտորերն է Նիկոլ Փաշինյանին ֆինանսավորել։ Հիմա ինչու են այդ թեման գերարացնում։ Ֆինանսավորել, իրանք ֆինանսավորել են, հետո էլ նեղանում եք, ասում եք գնացել էին հանրապետության հրապարակ։ Ախր եղել է չէ այդ խոստովանություն, նույնց եմ ասում, իր պատիվ իրեն, հիմա մարդը արել է, գոնե խոստովանում է, որ այո ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ինչու է սկսվել քարոզությունը, երբ Քոչարյանը այստեղից հայտարարում է, Ես նորից պայքարից դուրս չի գալու։ Ես նորից դուք ասած որ գալիս եք ես։ Հիմա ինչու են սկսել, երբ ասորիցը Ես մստերության ինձ համար ես անկեղծ եմ ասում, իմ համար անկեղծ եմ ասում։ Անհասկանալի է, թե ինչու կողմերից մեկը որոշեց, որ այդ պայմանավորվածությունները պետք է խախտվեն, որովհետև այդ պայմանավորվածությունները լավ թե վատ, չգիտեմ, օրինակ ասում են աջակիցների մակարդակով իրար այսպես կսմթում էին եւ այլն, բնական է, գիտեք ինչ, այդ բան չենք, չգիտեմ ուր չենք ապրում, էլի որ բոլորը բոլորին վերահսկեն, բոլորի լայքը, բոլորի ստատուսները, չգիտեմ ինչ, չգիտեմ ում մոտ ոնց է, բայց ես վստահ եմ, որ գոնե այս թիմում այդպես չի, որ բոլորը ամեն ինչ վերահսկում են, կամ կա ինչ-որ մեկը, որ ամեն ինչ վերահսկում է։ Ես չգիտեմ ինչի, նորից եմ ասում, երրորդ նախագահի մերձակ, ես ոչինչ չեմ ենթադրում, ոնց որ որևէ բան չեմ ենթադրում, այդ հարցադրումները հնչեցնելով, որոնք հույս ունեմ դուք հնարավորություն կունենաք ուղղելու երրորդ նախագահին եւ Քոչարյանին։ Դուք ասացիք 8-ից 18 թվականներին մեծ այսպես մեդիա արշավ է Քոչարյանի դեմ իրականացվել, ով է ղեկավարել այդ արշավը, համակարգված է եղել, այսինքն պարոն Արմեն Աշոտյանն ասում է մենք ենք արել, որովհետեւ մենք վախ ենք ունեցել, որ Քոչարյանը կարող է վերադառնա։ Այսինքն Քոչարյանը 5 հատ հարցազրույց է տվել, իրանք վախ են ունեցել, որ Քոչարյանը պետք է վերադառնա եւ դրանով արդարացնում են հակակարողությունը։ Կամ ամբողջ ԲՀԿ, ես չգիտեմ, բարձր մակարդակով, ցածր մակարդակով իշխանությունները ասում են, այո, մենք ենք արել, որովհետև դու ուզում էիր գալ։ Դե այդ ժամանակ իշխանությունով է համակարգել, պիտի հարգելի գործընկերներ, երկրորդ նախագահը իր եւ երրորդ նախագահի հարաբերությունները հերթով կպատասխանեմ, չեմ գնալ։ Որովհետև դուք չգնաք, մենք չենք գա առաջ։ Հարգելի գործընկերներ, երկրորդ նախագահը իր եւ երրորդ նախագահի հարաբերությունները նկարագրել է իր գրքում։ Ես առաջարկում եմ ձեզ, շատ կարճ է իրականում այդ հատվածը, ես առաջարկում եմ ձեզ, որտեղ այնպես չի, որ ես հիմա ինձ իրավունք կվերապահեմ մտնեմ երկու անձնավորության հարաբերությունների մեջ, ամենևին, գուցե մի քիչ լրագրողական լրագրողի այդ անհագուրդ ցանկությունն էր, որ ես այսպես հարցադրումներ նաև հնչեցրեցի 18 թվականի հետ կապված, որոնց մասին պարզապես լռել եմ 18 թվականից հետո։ Իրենց հարաբերությունները նկարագրված են իրենց գրքում։ Այնտեղ շատ պարզ գրված է, որ 2008 թվականից հետո մեկ երկու փորձ է եղել, ինչ-ինչ հարցերի հետ կապված այսպես խորհրդատվության, խորհրդի մակարդակով օգնելու օժանդակելու, բայց ինչ-որ մի պահի, ինչ-որ մի փուլում, ես չգիտեմ դա ոնց է դրսևորված եղել։ Ես չգիտեմ դա ոնց է դրսևորված եղել այդ
նորից եմ ասում, ինչ որ մի պահի, ինչ որ մի փուլում, երկրորդ նախագահ հասկացել է, որ երրորդ նախագահի այդ խորհուրդները պետք չեն։ Եվ ինքը ըստ էության դադարել է այսպես ակտիվ շփում իրանց հետ։ Սա գրված է գրքի մեջ։ Ես չեմ ասում երկու անձնավորության խոսակցություն չեմ կապնազերծում։ Գրքի մեջ պարզ գրված է։ Դրանից հետո մի քանի առիթներով տնտեսական, հայ-թուրքական հարաբերությունների եւ սահմանադրական ամենակարևորը սահմանադրական բարեփոխումների հետ կապված հրապարակային երկրորդ նախագահ հնչեցրել է իր կարծիքը, որպեսզի հասարակությունը նաև տեսնի, որ այս հարցերի հետ կապված իր դիրքորոշումը այլ է։ 18 թվականից հետո եղել է որոշակի իրադարձություններ, խնդրեմ ուզի, Տեսեք, եկեք նա թափով առաջ կանք, էլի, Տիկին Բամոյան, Ալեն Սիմոնյանը, Չմիրանցների ճանապարհը չի, Աստիճան համայ էսկար ճշգրիտ։ Դուք մեկ ասում եք բանը Քոչարյանի բարեկամը ներված էր եկա, որովհետև տեսնում էր։ Ես ասում եմ, որ ինքը քաղաքական Նարեկ ջան, տեսեք, իր եղբոր աղջիկը քաղաքական անձնավորություն չի։ Պաշտոնյա չի եղել, հասկանում եք, այնպես չի, որ կաբինետում պաշտոնաս լավ Նարեկ կարելի է պատասխանել։ Ասում եմ, այնպես չի, որ պաշտոնյա է եղել, չգիտեմ, կաբինետում ինչ առանցքային դեր ա ունեցել, հարթ ա եղել։ Ես չեմ կարող իր գործողությունների հիմա վերլուծեմ։ Կամ այսինքն դա այսինքն լավ լուրջ է, Իրինա Քոչարյանը գնացել է մասնակցել է բանի բողոքի ակցիային, դրա համար իշխանափոխություն ա եղել, լուրջ եք ասում։ Քոչարյանի Լևոն Քոչարյաններ են եղել։ Ռիփսիմն է ասում։ Տիկին Համոյան, երկու թիմերի կողմից է, եւ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի թիմերի կողմից է ուղիղ մեղադրանք կա, որ եւ այս թիմում եւ այն թիմում համագործակցում են իշխանության հետ, եւ նաեւ մեղադրանք կա, որ ընդամենը ընդդիմադիր դաշտը իրենցով անելու խնդիր կա։ Արդյոք նման այսպես բան քննարկվում է թիմերում եւ արդյոք օրինակ նույն քան որ Քոչարյանական թիմից է, դուք իշխանության հետ համագործակցության որոշակի Հարգելի Ռոզաննա, ես հիմա ավելի հստակեցնեմ ձեր հարցը մեղադրանքների մասով։ Հարգելի Ռոզաննա, մեզ մեղադրում են ինչի մեջ, ավելի հստակեցրեք։ Ասում են դուք մասնակցել եք ընտրություններին, դրա համար լեգիտիմացրել եք այս իշխանություններին։ Նա սրամ ասում։ 2018 թվականին եւ իդեպ ոչ տեսեք, իրենք նաև մեղադրանքի մեջ ինչ կա, իրենք մեզ չեն ներում, ասում են դուք խոստացաք կրել, բայց չկրեցիք։ Կներեք, էլի, այդպիսի ուժ եք ճանաչում, որ մասնակցում է ընտրություններին եւ այսպես մասնակցում է զուտ մասնակցության համար։ Ընտրությունները հարգելի գործընկերներ, ընտրությունները ոչ օլիմպիական խաղեր են, ոչ էլ գեղեցկության մրցույթ է, որ ամենակարևոր բանը մասնակցությունն է։ Բոլորը մասնակցում, գոնե իրանց լուրջ համարող քաղաքական ուժերը մասնակցում են հաղթելու վճռականությամբ եւ բնականաբար այդ ուղերձն են տալիս բոլոր պոտենցիալ ընտրողներին։ Հիմա 2018 թվականին Եթե ասում են մեղադրանքը հետևյալն է, որ վստահ չէիք, որ կրելու եք, ինչ էիք մասնակցում ընտրություններին, բա 18 թվականին Նիկոլ Փաշինյանը 90% վարկանիշ ունեցող տղա էր այս երկրում, չէ՞։ Բա ինչ էիք մասնակցում ընտրություններին 18 թվականին, մասնակցում եք, որ լեգիտիմացնեիք խորհրդարանը։ Կամ հետևյալը, ասում են դուք ինչ եք մասնակցում ընտրություններին, իրեն հնարավորություն եք տալիս, ասում են հնարավորություն, հարգելի Նարեկ, երկրորդ նախագահը 3 տարի չէր խոսել, 3 տարի չէր խոսել, թող այդ 3 տարվա մեջ մեկը աճեր, բարգավաճեր, զարգանար, ես ավարտեմ, ես երրորդ կետն էլ ունեմ, ավարտեմ հետո։ Թող զարգանար ինչ-որ մեկը, թող առաջանար այդ ուժը։ Հիմա ես ինչ անեմ, ինչ եք նեղանում, հարգելի գործընկերներ, ես ավարտում եմ ժողովուրդ։ Ինչի 3 տարվա ընթացքում որևէ մեկը մաչոյի կերպարով չկարողացավ գալ եւ գրավել ընդդիմադիր դաշտը։
դա շատ բնակ որևէ մեկը որևէ մեկին քաղաքական կապիտալ չի կարող նվիրել, հասկանում եք, թող որևէ մեկը, չգիտեմ, ձևավորվել, զարգանալ, առաջնորդություն ստանձնել, հարգելիներ, ես ձեզ վստահեցնում եմ, խոստանում եմ ձեզ, հավատացնում եմ ձեզ, ես էլ իր հետևից կքայլեի։ Մենք բազմաթիվ բողոքի ակցիաների ենք այս ընթացքում, որպես երկրորդ շարքի մասնակիցներ քայլել։ Մենք այդպիսի խնդիր չունենք, շարժումը անպայման մենք առաջնորդել։ Արեք, հարգելի տիկնայք եւ պարոնայք, արեք։ Տիկին Խամոյան, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը երբ հայտարարում է, որ իրացիոնալ չէ, որպեսզի Սերժ Սարգսյանը Եվ մի բան էլ ավելացնեմ, երրորդ կետի հետ կապված գործընկերն ջան, 3 անգամ ասի 3 կետ ունեմ։ Եվ երրորդ կետի հետ կապված 2021 թվականի ընտրությունները Ռոբերտ Քոչարյանը չի ստիպել, որ արտահայտ ընտրություններ լինեն։ Եղել է խորհրդարան, խորհրդարանական ուժերը, ձեզ հայտնի ուժերը եկել են համաձայնություն, որ արտահայտ ընտրություններ են լինելու։ Ռոբերտ Քոչարյանն էլ ասել է, ես 2018 թվականից եկել եմ պայքարում եմ, հիմա էլ մասնակցում եմ ընտրություններին։ Իր հետ միասին մասնակցել են եւս 16 թե 17 կուսակցություններ։ Ասում են այդ ծանր փուլում, երբ որ Փաշինյանը պարտված էր, շանս կար նրան հեռացնելու, Քոչարյանը չգար առաջին պլան, մարդկանց չվախեցներ, մի հատ ուրիշ առողջ ուժ գար, Նիկոլ Փաշինյանը այդ աղետալի պատերազմից հետո չեն վերադարձել։ Այս մեղադրանքներն են ներկայացնում։ Նարեկ ջան, թող գար։ Ասում Քոչարյանն եկավ, մարդիկ Քոչարյան եկավ, բայց Քոչարյանին են չեն ընտրել։ Հիմա դա նորից եմ ասում, երեխեք, քաղաքականությունը կներեք երեխեքի համար։ Քաղաքականությունը գործընկերներ ջան, մանկապարտեզ չի։ Սենց անեին կնենց լիներ, սենց չլինեին կնենց անեին։ Հիմա հարգելի նարեկ, դրա համար է, որ ամենամեծ ընդդիմադիր ուժն է, այսինքն դրա համար է, որ բոլոր հարցումներով, իշխանական, ընդդիմադիր, բոլոր հյուսիսի, հարավի հարցումներով, բոլոր հարցումներով, հիմա ուզեք թե չուզեք, այդ մարդը ամենաշատ ձայներ ունեցող, ամենամեծ վարկանիշ ունեցող մարդն է։ Հիմա միայնակ պայքարելու դեպքում Տիկին Խամոյան, միայնակ պայքարելու դեպքում ինչ հնարավորություններ ունի Ռոբերտ Քոչարյանը եւ մասնավորապես միկրոֆոնը ինչ-որ ներքև տանեք, ես միայնակ պայքարելու դեպքում ինչ հնարավորություններ ունի Ռոբերտ Քոչարյանը եւ մասնավորապես երբ նա ասուլիսի ժամանակ նշեց, որ իրացիոնալ չի, որպեսզի միասնական ճակատով հանդես գան նկատի ունի Սերժ Սարգսյանի հետ։ Այս դեպքում միայնակ պայքարելը ինչ արդյունք է տալի եւ արդյոք սա իշխանությանը նվեր չի լինելու։ Հարգելի եք, գիտեք, այդ գնահատականները ես էլի եմ հանդիպել, որ ասում են, որ իշխանությունները ուրախանում են այս բառակտումից, բան կարող եմ համաձայնվել, կարող եմ չհամաձայնվել այս գնահատականներին։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որևէ միավորման մեջ շատ երկար ժամանակ այսպես ինքը չի ձգել, այսինքն միշտ մենակ խաղացող է եղել, այսինքն այդ մասով մի քիչ շատ էմոցիոնալ է այդ գնահատականը, որ հեսա իշխանությունները կուրախանան, որ ընդդիմադիր երկու ուժերի մեջ չպարզաբանված, եկեք ձևակերպում այդպես դնենք, էլի չպարզաբանված հարցեր կան։ Հիմա միայնակ պայքարելու մասով, ինչպես դուք ձևակերպեցիք, գիտեք հարգելի Էրմեջան, 2018 թվականին միայնակ է եկել Ռոբերտ Քոչարյանը։ Միայնակ է եկել, պայքարել է։ Ես ինչպես նախորդ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ, հիմա փաստ 2018 թվականին Բա վերադարձել է Հայաստան, իրանք իր դեմ քրեական գործեր առաջադրել, մոռացա՞ք։ Քաղաքական պայքարը ձեռնարկել, եկել է, քրեական, իդեպ մեսիջներ են իրեն հասցրել նաև, փոքր գաղտնիք էլ ձեզ բացվեն, որ լավ կլինի, որ չգաս Հայաստանի Հանրապետություն, այս ամեն ինչը կավարտի կգնա, չի լսել այդ մեսիջները, վերադարձել է։ Ես չեմ կարող այդքան մանրամասնել ձեզ, ես այդքան գաղտնիքներ ես ձեզ չեմ կարող բացահայտել, հարգելի նարեկ։ Տիկին Խամոյան, հիմա ունենք Այո, մենք ոչ ժողովրդավար ենք։ Ավարտեմ էլի Հելնեի հարցը։ Միայնակ պայքարելու մասով, այսինքն 18 թվականին ինքը միայնակ է եկել։ Հա, այդ գնահատականն էլ կար մեր գործընկերների կողմից, որ մենք հայտարարություն ենք տարածել 2018 թե 19 թվականին, բան իմ շատ սիրելի Արմեն Աշոտյանի հոդվածում կար կարծեմ, որ մենք առաջինն ենք, որ հայտարարություն ենք տարածել Քոչարյանի, այո, Քոչարյանի ձերբակալման մասով, Գիտեք, ես կարծում եմ կներեք էլի, բայց իմ կարծիքով մի քիչ
դրանք մանր ձևակերպումներ են, այդ նույնա, որ հիմա ես էլ նստեմ հաշվեմ, թե քանի անգամ եմ այցելել կալանավայր, ես չեմ կարծում, որ մեզ սազական առհասարակ բոլորս հասուն մարդիկ ենք, էլ ինչ որ ճանապարհ անցած չեմ կարծում, էլ որ առավել եւս իմ շատ սիրելի պարոն Աշոտյանին չեմ կարծում, որ սազական է, էլ այսպես դնել, հաշվել, ով երբ հայտարարություն արեց, ով քանի անգամ այցելեց, ով ինչ լայք դրեց, ով ինչ ստատուս դրեց, էլի, եւ վերջապես ձեր հարցին պատասխանելու, միանյակ պայքարելու մասով Հայաստան դաշինքը ինքնուրույն է գնացել, մեկ թիմով է գնացել ընտրություններին մասնակցել է իր ցուցակով, որը եղել է դաշինք ձևավորված 3 ուժերի կողմից, երրորդ նախագահի թիմ, Դաշնակցություն եւ Վահե Հակոբյանի գլխավորված վերածնվող Հայաստան կուսակցություն։ Այսինքն անգամ ընտրությունների ժամանակ Հանրապետականը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկ միասնական թիմով չեն հանդես եկել, այստեղ կարծում եմ որևէ խնդիր չի Հիմա ունենք ինչու՞ն է, տեսեք, մենք տեսնում ենք այս փոխհրաձգությունն է, արդեն տեղական։ Բայց ո՞վ է սկսել փոխհրաձգությունը։ Չի արդեն։ Չէ, էական է։ Թե ինչի է դա հանգեցնելու։ Այսօր Իմ համար է ասանը։ Մենք շատ ուրախանում ենք, երբ որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ասուլիս են տալիս, երբ որ իրար sense փոխհրաձգություն ասուլիս չի տվել։ Երբ որ ասում տալիս են, եւ մենք ուրախանում ենք, որտեղ դա մեր օգտին է ընդհանրապես իրենց ամեն ինչը խոսելը, եւ դες ասեց ժինիտիս, ստապիտիս մոր յադը։ Հասկանում եք, ասենք դուք իրար sense վերացնելու եք, իրար ուտելու եք, մոխրացնեք, վերջանում է ամեն ինչ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ոչ մեկ իրար չի ուտելու, չի մոխրացնելու, պետք է շատ նորմալ, սթափ վերաբերվել այն բոլոր իրադարձություններին, իրողություններին, որ տեղի են ունենում։ Ես որևէ մեր հանրապետական պատիվ ունեմ այս դեպքում, գործընկերների որևէ մեկից ոչ նեղացել եմ իր լայվի համար, ոչ իր հարցազրույցի համար եմ նեղացել, ոչ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջանակից հնչած գնահատականների համար եմ նեղացել։ Մենք ունենք այն, ինչ ունենք, եւ նորից եմ ասում։ Իրենք են սկսել իրենց գնահատականներով, չգիտեմ, ինչ էին ասում, ռեսուրս չունի, ռեսուրս չունի, չգիտեմ ինչ, համագործակցում, ինչի է մասնակցում ընտրություններին, առհասարակ ինքը ինչի է խոսում ընտրություններից, արտահերթ կլինի, թե հերթական կլինի, բայց բոլորը բնականաբար բոլոր քաղաքական նորմալ կայացած ուժերի բնականաբար հաշվարկը այն է, որ իրենք պետք է մասնակցեն ընտրությունների, դա կլինի արտահերթ, դա կլինի հերթական, այսինքն դա պարզ, չգիտեմ, պարզ տրամաբանություն է, էլի, պարզ քաղաքական դա հաշվարկ է, դա շատ բնական է։ Ուզում եմ ասել, մենք ոչ մի բան չենք սկսել, որևէ մեկի հետ, որևէ մեկ, ես չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը երևացել է 2021 թվականի ընտրությունների ժամանակ։ Դա արտացոլում եւ մարմնավորում է ստացել 2021 թվականի ընտրությունների ժամանակ, 2021 թվականի ընտրությունների ժամանակ երևացել է ով ինչքան ռեսուրս ունի։ Այս հարցի մասով հիմա ես Ալեն Սիմոնյան թող շատ չուրախանա, որևէ մեկը ոչ Ալեն Սիմոնյանի, ոչ իր ղեկավարած չէ, իր թիմի եւ Նիկոլ Փաշինյանին չի մոռացել։ Այս փոխադարձ հարցադրումները, որ հնչում են թիմերի կողմից իրար ուղված, ամենևին չի նշանակում, որ մեր օրակարգը փոխվել է, թող հանգիստ լինի Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը, ԿՊԱ-կան բոլոր պատգամավորները թող հանգիստ լինեն։ Մեր օրակարգը ով ինչ ուզում է կողքից այդպես կսմիթներ անի, փորձի ինչ-որ բաների մեծ ներքաշել մեզ, չենք ներքաշվելու։ Կարող են այսպիսի իրավիճակներ լինել, դրվագային իրավիճակներ լինել, բայց մեր օրակարգը չի փոխվել, իսկ այդ օրակարգը իսկ փողոցային պայքար միասնական կզավարվի մինչև ընտրություններ, եթե լինի օրինակ միանալ, թե առանձին կլինի։ Ես չգիտեմ ինչ կլինի, բայց ես մի բան վստահ կարամ պնդեմ, ոնց հայտարարել ենք նախկինում, մինչև այս փոխադարձ այսպես կսմիթները, մինչ սա ինչպես հայտարարել ենք, հիմա էլ սրանից հետո էլ ցանկացած փողոցային շարժման ժամանակ մենք պատրաստ ենք աջակցելու։ Ցանկացած շարժման այս պահին մեր օրակարգում ընտրությունների պատրաստվելու սցենար չկա, մեր օրակարգում կա
պատրաստվել ցանկացած քաղաքական սցենարի։ Իսկ քաղաքական սցենարը կարող է լինել փողոցային պայքար, կարող է լինել արտահերթ ընտրություն, կարող է լինել հերթական Նախկինում դուք ընտրություն։ եք նախաձեռնում, իսկ հիմա սպասում Այո, դե հիմա, որովհետև Նարեկը ասեց, հարգելի գործընկերներ, որովհետև Նարեկը ասեց, որ Ռոբերտ Քոչարյանը վախացնում է ժողովրդին, դրա համար հիմա մենք որոշել ենք։ Այ շատ լավ, այո, դրա համար մենք ոչ մի բան չենք անում, մենք հիմա փողոցային պայքար դրա համար չենք ձեռնարկում, որ ժողովուրդը չվախենա Ռոբերտ Քոչարյանից եւ դուրս գա փողոց։ Ես խամարան, հիմա ձեր դուք արձագանքում եք, դուք ասում եք սկսել են մյուս կողմից նկատի ունեք հանրապետականներին, հիմա դուք այս ձեր պատասխաններով, ձեր հարցադրումներով, ձեր հարցերով, որոնք նշում եք, որ կային հատկապես 18 թվականի իրադարձությունների հետ կապված, դուք այս ամբողջ գործընթացով ուզում եք ցույց տալ, որ հանրապետական կուսակցությունը իրականում ընդդիմություն չէ։ Ես նման պնդում չեմ։ Չէ, ես հարցնում եմ։ Ոչ, ես չեմ անում նման պնդում։ Հանրապետական կուսակցությունը ընդդիմություն է։ Ես չեմ անում նման։ Ես ասում եմ, որ 18 ես չեմ կարող այդպիսի հայտարարություն իհարկե անել։ Ես երբեք չեմ տա նման հայտարարություն անել։ Եվ ես ի տարբերություն պատիվ ունեմ մեր որոշ գործընկերների, երբեք իրանցից որևէ մեկի ընդդիմադիր գործունեությունը կասկածի տակ չեմ դնի։ Ես երբեք նման իրավունք, բարոյական իրավունք ինձ չեմ վերապահել։ Ես նման պնդում երբեք ինձանից չեք լսի, որ ես կասկածի տակ առեմ, պատիվ ունեմի մեր գործընկերներից որևէ մեկի ընդդիմադիր կեցվածքը։ Այդ դեպքում նաև այն մարդկանց, ովքեր կասկածները ինչ միտում ունեն, իմ հարցադրումները, ինչի մասին եք դուք ուզում ակնարկել։ ես ուզում եմ ասել, որ աջակցել է Սերժ Սարգսյանը, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության։ Ոչ, ես նման հայտարարություն չեմ ասել։ Ոչ, ես ասում եմ, որ հասարակության շրջանում, լայն հանրության շրջանում խնդրում եմ, ցանկացած, չգիտեմ, երթուղային նստեք, ցանկացած դիմահարդարի, մատնահարդարի հետ խոսեք։ Ես ասում եմ, որ հանրության շրջանում օբյեկտիվորեն կան բազմաթիվ հարցեր կուտակված։ Հատկապես այս վերջին բողոքի ակցիաների ֆոնին, դա կլինի դիմադրության շարժումը, դա կլինի սրբազան շարժումը, դա կլինի մնացած բոլոր շարժումները փոքր մեծ, բոլոր այդ շարժումների ֆոնին մարդիկ օբյեկտիվորեն հարցադրումներ են հնչեցնում, նույնիսկ եմ ասում, ոնց Նիկոլ Փաշինյանը 1-2 Գյումրիից 7 հոգով եկավ եւ հասավ, կարողացավ վերցնել։ Դուք էլ ունեք այդ կասկածները, ոնց եղավ։ Դուք մարդկանց մի կողմ, դուք քաղաքական թիմներ ունեք կասկածները։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ որպես պատգամավոր։ Չէ, բայց ես որպես պատգամավոր եմ հարցնում։ Որպես պատգամավոր ասեմ դա։ Որպես պատգամավոր, որպես լրագրող Ագնեսա Խամյան։ Մի քանի հարցադրումներ ունեմ։ Հարցադրումներից ընդամենը մեկը հնչեցրել եմ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը գործել է հանցագործություն, մուտք է գործել, ներխուժել է հատուկ պահպանվող տարածք, ինչու համապատասխան իրավական գործընթաց դրան չի հաջորդել։ Ինչ է կարծիք, պետք է կրակել այդ պահին։ Իհարկե պետք չէր կրակել այդ պահին, բայց պրոտոկոլով չգիտեմ ինչա նախատեսված հատուկ պահպանվող տարածքներ։ Ինչու գործողություն չի ձեռնարկել։ Հիմա դե կասկածը ինչն է, ինչու։ Ես կասկածներ չեմ հայտնում։ Ես չեմ ուզում կասկածներ հայտնեմ, ես ընդհանրապես հարց եմ տալիս։ Հաջորդ հարցերը որևէ։ Ես հիմա հարց, հաջորդ օրինակ։ Օրինակ ոնց է ստացվում, որ ներողություն խնդրում այդ բառի համար դհոլ չի ասել, չէ՞, կարծեմ դատախազին Արտուր Դավթյանին։ Նիկոլ Փաշինյանը օրինակ ասում էր դու դհոլ չի ես, դու Սերժ Սարգսյանի երրորդ նախագահի օրվա իշխանության այդ ժամանակ հանձնարարությունները կատարողն ես։ Օրինակ ո՞նց ստացվեց, որ այդ դհոլչի Արտուր Դավթյանը շարունակեց Նիկոլ Փաշինյանի դատախազը մնալ։ Այսինքն բազմաթիվ հարցադրումներ էլ ասեք, Տիկին Խամոյան։ Մի քանիսն էլ կասեք հարցերից։ Շարունակեց մնալ։ Օրինակ ինչու բանակցությունները չհանգեցին նրան, Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները օրինակ չհանգեցին նրան, որ հանգուցալուծումը լիներ ոչ թե Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելով, այլ լիներ արտահերթ ընտրություններ, օրինակ 2019 թվականի մայիսի թողնի։ Բայց կար նման շանս։
Հարգելի լրագրողներ, ես չգիտեմ կար նման շանս, թե չկար։ Ես ասում եմ 2017 թվականի ընտրությունները, դուք բոլոր հիշում եք, Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ չի դրել, չի վիճարկել դրանց սահմանադրականությունը։ Ոնց է ստացվում 2018 թվականին ուժով ստիպում է լեգիտիմ ընտրված իշխանություններին, լեգիտիմ ընտրված 17 թվականի ընտրությունները որևէ մեկը կասկածի տակ չի դրել։ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ չի դրել։ Փաշինյանը բան չի Բայց շարունակեք թվականի մասնակցել է ընտրություններին Նիկոլ Փաշինյանը։ Ընտրություններից հետո ասել է արդեն ընտրություններ են եղել։ Ասել է ժողովուրդը գնացել է, չի վիճարկվել ընտրություններ։ Հիմա ո՞նց եղավ, որ լեգիտիմ 17 թվական ոչ որևէ մեկը չի դիմել։ Նիկոլ Փաշինյանը չի դիմել։ Բայց այստեղ խոսքը Ոնց ստացվեց, որ լեգիտիմ 2017 թվականի ընտրություններից հետո մի խումբ մարդիկ ստիպում են իշխանությանը, որ ընտրեն Նիկոլ Փաշինյանին վարչապետ։ Ոնց։ Ինչի հանգուցալուծումը չի լինում այն, որ նշանակվեն, օրինակ 2019 թվականի մայիսին արտահերթ ընտրություններ, օրինակ։ Հիմա այս հարցերը ձեզ հետաքրքիր է, ոնց եղավ, որ Toyota ընկերությունը մարտակարարում է այս իշխանություններին ապրանքներ, ոնց եղավ, որ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վալուտիա Բադալյանի ԱԱԲ պրոյեկտը 3 միլիարդի այդպես մարտակարարումները իրականացնում կառավարությանը, այս կապի մասին ինչ կասեք։ միլիոններ գալիս է Քոչարյանից գրպանապետությունից։ Բայց այս հարցերը ինձ հետ տալիս։ Գնացեք իշխանություններին տվեք։ Բայց Դուք պետք է գնաք այս հարցերը իշխանություններին տակ։ Toyota ընկերությունը, եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ հիշում, միակ ընկերությունն է եղել, որը մասնակցել է բարեկների համար, բարեկային համակարգի երբ որ ներդրվեց, միակ ընկերությունն է եղել, որ միակն է եղել այս հարցի ոնց։ Բայց ես ախր սենց վերամ ԱԱԲ-ի հետ կապված։ Ես չգիտեմ ոնց է ստացվել։ Ես հիմա ասում եմ ձեզ, միակ ընկերությունն է եղել, որը պարտավորություն ասել կստանձնել, բարեկային ծառայության համար մեքենաներ ներկրելու։ X գնով։ Ոնց ստացվեց, որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով այսպես անցնում է ասմենտակարաններով մաքրում է Փաշինյանը եւ արդար սպիտակ ձյունի նման հանում է Ռոբերտ Քոչարյանին։ Այո, սպիտակ ձյան նման հանում է Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին, սպասենք արդյունք։